Ինչպես միշտ այս անգամ էլ ընտրական գործընթացին նախորդող քարոզչության շրջանում ժողովուրդը ունկնդիր է դառնում տարատեսակ խոստումների, կենսաթոշակների ու աշխատավարձների բարձրացում, նոր աշխատատեղերի ստեղծում, անվճար վարկեր ու գյուղատնտեսական սերմերի տրամադրում եւ այլն։ Թեկնածուների կուսակցությունների նախընտրական ծրագրերը գաղափարապես այնքան էլ չեն տարբերվում։ Ընտրողները հասցրել են ծանոթանալ եւ դարձյալ չեն հավատում։ Ես խոստումները չեմ հիշում, բայց չեմ հիշում, որ որևէ խոստում կատարված լինի։ Հավատ չկա, որովհետև խոստումներ տալիս են, բայց չեն կատարում իրենց ասած խոսքերը։ Նախընտրական քարոզարշավի հենց սկզբից խոստումներ են տալիս ու անցնում է մի քանի օր, մոռանում են իրենց խոստումները ու ամեն ինչ։ Ընդհանրապես խոստանում են աշխատատեղեր, բայց ոչ մի աշխատատեղեր չեն բացում, մոռանում են, անցնում գնում են մանավանդ մեր Գյումրի քաղաքում։ Աշխատատեղեր չստեղծեցի։ Մաշտիկ մնաց, օրինակ ես պարսագույն ավարտեմ, աշխատում եմ հավաքարար, իստա ընդունելի բան չէ, ճիշտ է։ 25 տարվա ինժեներ լինես եւ աշխատես հավաքարար, դա ընդունելի չէ։ Շատերը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստումներ լսելիս մտաբերում են ծանոթ խոսքեր, որոնք հնչել են, ասենք, նախորդ ընտրություններից առաջ եւ այդպես էլ իրականություն չեն դարձել։ Ինչ պիտի բարգավաճեն։ Բլած փտած երկրի վրա ինչ պիտի բարգավաճեն, ինչ պիտի ստեղծեն։ Ասեք ստեղծեն թող։ Թալանված երկիր է, հնարավոր չէ վերականգնել, թեկուզ կախարդական փայտիկ էլ ունենան, հնարավոր չէ վերականգնել մի զարգով, շատ դժվար է։ Նախընտրական խոստումները գյուղերում տարբերվում են իրենց բովանդակությամբ, խոստանում են ոչ թե աշխատատեղ ստեղծել, այլ էժան գյուղվարկեր, ոռոգ մանջուր, գյուղտեխնիկա եւ թունաքիմիկատներ տրամադրել։ Թեկնածուների կուսակցությունների ծրագրերին հիմա գյուղերում էլ համացանցով են հետևում, հավաստում է Ազատանի համայնքապետը։ Ժողովուրդը իրենց հետևությունը կանեն, բնականաբար մշտապես ասվում է եւ դա իրականություն է, որ ամբողջը երբևիցե չի սխալվում, կարող են փոքրամասնությունները սխալվել, ժողովուրդը բոլորի ծրագրերին էլ անխնդիր կարդում են, ծանոթանում են, այսօր հեռուստատեսությունով, ինտերնետով այնքան շատ է հեղեղված ինֆորմացիան, որ ինֆորմացիայից զուրկ չեն մնում։ Գյուղացին կողմնորոշված չէ, որ կուսակցությունը, որ բոլորն է խոստեն տալիս ու ոչ մի բանը չեն կրային է։ Մարդիկ այլևս որևէ խոստման չեն հավատում եւ չնայած նրան, որ ընտրացուցակներից բացակայում է բոլորին դեմ տարբերակը, որոշ քաղաքացիներ նշում են, որ ընտրություններին գնալու են այդպիսի տրամադրվածությամբ։ Նաիրա Նալբանդյան, Սամվել Վարդանյան, Կալանյուս։